որևէ այլ ուժի ձևով քողարկվել էլի, հանրապետականը ուղիղ չի առաջադրվում։ Նիկոլ Փաշինյանը թող յուղ չվառի։ Մենք շատ պարզ ասել ենք, մենք չենք մասնակցում ուղղակի, բայց դա չի նշանակում, որ չենք պայքարելու։ Հանրապետականը բոլորից շատ է պայքարելու, բոլորից շատ է պայքարելու, որ այս ազգակործան պատուածը հրաժարական տա ու կհեռացվի։ Եվ այո, մենք կոչ ենք անելու, մեր ընտրողներին, մեր համախոհներին գնալ ընտրատեղամասեր եւ ձայն տալ ընդդիմադիր ուժերի օգտին, այդ թվում նաեւ այո ուժեղ Հայաստանի։ Երրորդ նախագահը այսօր իր հրաժարականի 8-րդ տարվա կապակցությամբ ուղերձ հայտարարություն հղեց, որը նաեւ համագումարի ժամանակ էր հայտարարել։ Ըստ ձեզ, եթե այդ նույն տեքստը, այդ նույն կամ բովանդակությամբ հրապարակվեր հենց 8 տարի առաջ, չէին լսելու Սերժ Սարգսյանին։ 8 տարի առաջ այլ իրավիճակ էր։ 8 տարի առաջ այս հրապարակում, երբ որ մենք հանրապետականներս դեմ քվեարկեցինք Նիկոլ Փաշինյանին, իմ եւ իմ ընկեր Արմեն Աշոտյանի դագաղներն ու սև լենտերը հանեցին, շատ բացասական բացականչություններով։ Եվ այսօր բոլոր նրանք, ովքեր որ մեղադրում են մեզ իշխանություն տալու մեջ, արդյունքը դրանց ճշող մեծամասնությունը կամ այս հրապարակում Սերժ էր մերժում, կամ էր Facebook-ներում մեզ էր հայհոյում։ Բաց եղած է։ Այսօր մենք պետք է ոչ թե հետ նայենք, մենք պետք է առաջ նայենք, Մերի ջան։ Լուրջ եմ ասում, այսօր էքզիստենցիալ ընտրություն ալնելու։ Սա գոյաբանական ընտրություն է։ Սա երրորդ հանրապետության լինելիության ընտրություն է։ Կամ պետք է այո ասենք անկախության հռչակագրին ու Հայաստանի երրորդ հանրապետությանը, կամ նիկոլիզմը։ Սա եւ չի կարա, կամ նիկոլիզմն է մնալու, կամ Հայաստանի հանրապետությունը, կամ անկախություն ենք ունենալու, կամ վիլայետ ենք դառնալու։ Ես ընտրել եմ անկախությունը։ Նիկոլը վիլայեթացում է։ Հետևաբար հայ ժողովուրդը պետք է որոշի։ Յուրաքանչյուր հայից է կախված։ Ինքը ինչպիսի երկրում է ուզում ապրի, անկախ, ինքնիշխան Հայաստանում ազգային արժեքներով, որտեղ այս ազգայնական ու հայրենասիրական երգերն են հնչում, թե ապրի վիլայեթի մեջ, որտեղ ադրբեջանական բենզինին ծափահարում են, Զենաբի երկի տակ է տաշի տուշ են անում։ Պարոն Շահմազանով, քաղաքացիական պայմանագիրը ամեն հարմար առիթով նշում է, որ վստահորեն նշում է, որ 26-ի ընտրություններին իրենք հաղթանակ են տանելու։ Որտեղից իրենց այդ ինքնավստահությունը։ Ամսի 8-ին կխոսենք։ Ես էլ կոչ եմ անում հայ ժողովրդին կյանքում մեկ անգամ ընտրության գնալուց հենց հիմա մտածել իրենց երեխաների եռաբլուրի ցեղասպանության ու մեր ապագայի մասին։ Պետք է ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 8-ին վարչապետ չլինի, ամեն ինչ անել օրենքի սահմաններում, չքվեարկել Նիկոլի օգտին, քվեարկել Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ի օգտին, իմ համար նույն բանն է, ինչ քվեարկել Իլհամ Ալիևի Յենի Ադրբեջանի օգտին։ Համեցեք։ Պարոն Շահմազանով, իմպիչմենտի գործընթացը ինչքանով է առաջնային այս պահին ու այն կօգնի հիմա իշխանափոխության այս պարագայում։ Տեսնենք, մենք քաղաքական ուժերը հիմա մտնում են նախընտրական փուլ, հիմա ոնց որ ավելի առաջնային դառնում է նախընտրական կամպանիան, էլի։ Պարոն Շահմազանով, քանի որ մի փոքր ուշ Բայց դա էլ չենք մերժում։ քանի որ մի փոքր ուշ միացանք, կխնդրեմ ձեր տեսակետը ասել այն մասին, թե ինչու է Փաշինյանը պարբերաբար փորձում կասկածանքի տակ դնել հայոց ցեղասպանության։ Որովհետև թուրքական նարատիվի սպասարկող է, որովհետև Փաշինյանը նպատակային Հայաստանի Հանրապետությունը ուզում է դնել թուրքական աշխարհի մաս դարձնել։ Վերջ։ Այսինքն կարող է մի օր այնպես ստացվի, որ ապրիլի 24-ն էլ մնացած հիշատակել։ Այս ձեր ցավը տանը, մի վարքյան Արցախը չի ուրացել։ Երրորդ հանրապետությունը Արցախը շարժման ծնունդ չի, բայց եթե Արցախը ուրացել է, եթե Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, եթե այսօր Արցախի բայր տաճարը այդ վանդալիստներ, ֆաշիստները դվել քանդել են, Նիկոլն ասում է Հայաստանը այդ հարցը չի բարձրացնելու։ Հետո էլ ասում եք նախկինների ժամանակ Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ որ մեր տղաների դիակները մնացին այդ գոտում, մեր սպեստացը մտավ, մեր տղեկի մարմինները հանեց, թե փառքով հողարկավորեցինք։ Սրանք ինչքան դիական դե թողել։ Մեր ժամանակ ջուղայի խաչքարի ժամանակ չի եղել մի սիմպոզիում, որտեղ մենք չխոսենք դրա մասին։ Ես Անտալիայում եմ խոսել, հենց Թուրքիայի ներկայությամբ, եւ ցեղասպանության ճանաչման, եւ Արցախի կորոշման իրավունքի։ Բայց Գեդինը մտնելու բան չի։
խոտ ուտենք մեռնենք, էլի որ Հայաստանի վարչապետը ասում է Արցախի մայր տաճարի վանդալիզմի հարցը պետությունը չի բարձրացնելու։ Բա ի՞նչն եք բարձրացնելու։ Պերաշկի, չեբուրեկի հարցերը, թե թուրքական քյաբաբի։ Շնորհակալ եմ, պարոն Շահսյան։ Մեդիաբի արգելի հետևորդներ, մենք զրուցում էինք